Ողջույն, այսօրվա մեր թեման է առաջին հոգեբանական օգնությունը և մեր հյուրն է հոգեբան Իրինա Խանամիրյանը։ Ողջույն Իրինա։ Ողջույն։ Առաջին հոգեբանական օգնությունը բավականին շատ քննարկված թեմաներից է վերջին 4-5 տարիների ընթացքում և այնպես ստացվեց, որ 20 թվականից սկսած մենք բավականին ինտենսիվ առնչվում ենք առաջին հոգեբանական օգնության հետ։ Ցավոք այնպես ստացվեց, որ կարիքը ունեցանք ու եղավ այնպես, որ մասնագետները ուղղակի մասշտաբային սկսեցին կիրառել առաջին հոգեբանական օգնությունը, երևի ինչ-որ պահ նաև չպատկերացնելով, թե դա ինչ է իրենից ենթադրում։ Եթե փորձենք նկարագրել առաջին հոգեբանական օգնությունը, ինչ է ի վերջո։ Շնորհակալություն հրավերի համար, Տաթև, եւ շնորհակալություն հարցի համար, որովհետեւ իսկապես կարծես շատ պիտի այդ բառ ասեմ ծեծված թեմա է, կարծես շատ են դրա մասին խոսում, մասնագետները ասում են, հա, ես առաջին հոգեբանական օգնություն եմ ցուցաբերում, բայց շատերը իսկապես չեն պատկերացնում, որ ինքը ունի որոշակի քայլեր, հա, եւ ենթադրում է որոշակի պատրաստվածություն եւ ցավոք, երբ եկավ 20 թիվը, հատկապես վերջին իրադարձությունները, մենք իսկապես առնչվեցինք այն հարցի հետ, որ շատ քիչ մասնագետներ եւ ոչ մասնագետներ տեղյակ են ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, որովհետեւ սա այն հմտություններն են, որ մարդ պիտի իմանա, ոնց որ եւ առաջին բժշկական օգնությունը, քանի որ այստեղ պիտի ասեմ, ցավոք, դժվար իրավիճակները, արտակարգ իրավիճակները, անկախ որտեղ ենք մենք ապրում եւ ինչ պայմաններում, մեր կյանքում հանդիպում են։ Եվ եթե մենք շփվում ենք մարդկանց հետ, մարդ ոլորտում, հա, մենք պետք է տիրապետենք այս հմտություններին։ Եվ եթե ձևակերպենք ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, դա այն օժանդակությունն է, այն օգնությունն է, որ մենք ցուցաբերում ենք դժվար իրավիճակում գտնվող մարդուն կայունանալու, հա, մի փոքր իր հոգեբանական վիճակը կայունացնելու համար, որպեսզի հետագայում իրեն, եթե անհրաժեշտ լինի ինչ-որ օգնություն եւ այլ, արդեն մենք կարողանանք այդ օգնությունը տրամադրել։ Երևի կարևոր կլինի ասել, որ դժվար իրավիճակը միայն պատերազմը չէ, այո, այնպես է ստացվել, որ մեր երկրում վերջին տարիների ընթացքում բավականին մեծ ազդեցություն ունեցող իրադարձությունը պատերազմն էր, բայց դրա հետ միասին մենք ունեցանք համաճարակ, դրա հետ միասին կարող են տեղի ունենալ տարբեր բարդ իրադրություններ, որոնք էլի բնորոշվում են որպես արտակարգ, նույնիսկ եթե դա մեկ անհատի կյանքում է, որտեղ շատ հաճախ հանդիպումներին մասնագետների հետ լսում էի այն մասին, որ արտակարգ իրավիճակը կամ հատուկ իրադարձությունը դա միայն պատերազմն է, ու փաստացի դա միայն դրա մասին չէ։ Շատ ճիշտ, ու վերջերս մի քանի տարի առաջ մի դեպքի առնչվել, երբ վթար էր եղել եւ բալիկը ու տատիկը, որի հետ ինքը տատիկը մահացել էր, բալիկը հիվանդանոցում էր, եւ հիշում եմ, որ արթնացել էր ուշքի էր եկել, հա, լրագրողներ կային ու բժիշկը հետ պահին ասել էր, որ գիտես տատիկդ մահացել է, հենց այդ պահին։ Եվ այստեղ այն առաջին միտքներ, որ կան ասես տարական հոգեբանական գիտելիքներ, հա, այդ առաջին հոգեբանական օգնության հետ կապված, որ ուղղակի անթույլատրելի է նման բան անել, որովհետև մարդը գտնում է շոկային վիճակում, հա, տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով եւ այլ, եւ բնականաբար այստեղ աջակցությունը մի փոքր այլ ուղղությամբ պիտի գնար, եւ շատ ճիշտ, սա միայն մեծ մասշտաբային արտակարգ իրավիճակների դեպքում չի կիրառվում, թեպետ այդտեղ մեր ռեսուրսները շատ ավելի ենք մենք, հա, մոբիլիզացնում, բայց կարող է լինել ցանկացած իրավիճակ, մենք ասում ենք լոկալ իրավիճակ, հա, տեղային ինչ-որ իրավիճակ, որտեղ մենք եւս կարող ենք ցուցաբերել առաջին հոգեբանական օգնություն։ Դեռ օրինակը բերեցիք բավականին հուզական դեպքի հետ կապված ու նաև շատ առնչվելով մասնագետներից հաճախ լսում ենք հետևել արձագանքները, որ առաջին հոգեբանական օգնությունը շատ նման է թերապևտիկ աշխատանքին եւ կարծես թե նախորդ փուլն է հանդիսանում թերապևտիկ աշխատանքի, բայց նաև գիտենք, որ գրականությունը դրա մասին չի խոսում, այ կան ինչ որ հստակ տարբերակումներ նրա, թե ինչն է հոգեթերապիան եւ ինչ է առաջին հոգեբանական օգնությունը։ Հոգեթերապևտիկ աշխատանքի սահմանումները շատ են, հոգեբանական աջակցության սահմանումները, բայց առաջին հերթին, եթե մենք փորձենք ինչ-որ ընդհանրացված սահմանում տալ, դա օգնություն ու օժանդակություն է մի մարդու, հա, որը իր կամքով գիտակցված որոշում է կայացրել գալ թերապևտիկ դաշտ եւ լուծելու կամ ապաքինվելու ինչ դժվարություններից, հա։ Այս դեպքում մարդը գիտակից վիճակում չի, որովհետեւ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել, անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել, սա ուղղակի ստրեսային իրավիճակ չի, որ եւս սպասելի կարող է լինել, սա տրավմատիկ իրավիճակների մասին է խոսքը, երբ մարդը դժվար
իրավիճակի է հանդիպել բացասական, անսպասելի եւ բնականաբար ինքը ապակողմնորոշված չի կարող լինել են գիտակցված որոշման փուլում եւ իրեն պետք է աջակցություն, որպեսզի ինքը կանոնանա, լինի ավելի հավասարակշռ եւ հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, նոր կդիմի հոգեբանական աջակցության։ Լինում են դեպքեր, երբ դրա անհրաժեշտությունը արդեն չի լինում։ Երևի հոգեբանական տերմինն ու բառն է շփոթեցնող այս առաջին հոգեբանական օգնության մեջ, որ հաճախ սպասելիք ենք ունենում, որ հենց միայն զուտ հոգեբանական աշխատանք պետք է այս դեպքում իրականանա, բայց նաև մեր փորձից շատ հստակ գիտենք այն մասին, որ երբ գնում էինք կացարաններ, շատ դեպքերում սկսվում էր աջակցությունը նրանից, որ պետք էր օրինակ ջուր գտնել այդ պահին, կամ հագուստ գտնել, կամ որևէ կոնտակտ գտնել մարդուն տալու համար, ու այդտեղից էր հենց առաջին հոգեբանական օգնությունը սկսում։ Կարծես ավելի բարեկեցության մասին էինք խոսում մարդկանց, քան հենց միայն այդ պահին հոգեբանական աջակցություն ցույց տալը։ Նաև այս հոգեբանական եզրույթը հաճախ երբ որ օգտագործում ենք մասնագետներից, էլի շատ հաճախ լսել ենք այն արտահայտությունը, որ դե ես հոգեբան չեմ եւ ես չեմ կարող առաջին հոգեբանական օգնություն մատուցել, տրամադրել։ Ինչ աղերս ունի սա իրականության հետ։ Հա, հոգեբանական բառը շփոթեցնող է, մի կողմից հոգեբանական բառը մեզ դրդում է հոգեբանական աջակցության այդ մոտիվացիային, որ մենք պիտի ցուցաբերենք անպայման հոգեբանական աջակցություն, մյուս կողմից դա կանգնեցնում է մարդկանց, մտածելով, եթե ես հոգեբան չեմ, ես չունեմ այդ գիտելիքը, բայց ինչպես տարահա զուգահեռը բժշկական օգնության հետ առաջնային, մենք գիտենք, որ առաջնային բժշկական օգնություն կարող են ցուցաբերել մարդիկ, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում, մենք էլ նույնիսկ համասանում, եթե հիշում ես, անցնում ենք, ու կան մարդիկ ուղղակի գնում են, վերցնում են կուրսեր եւ անցնում են առաջին բուժօգնություն, որպեսզի իմանան առաջնային այդ նշանների դեպքում ինչ կարող են անել։ Նույնը վերաբերվում է այստեղ հոգեբանական առաջին օգնության, այսինքն եթե մարդ ունի համապատասխան վերապատրաստում եւ հմտություններ, ցանկացած ոնց որ մարդ, որը հաստատապես այն մարդիկ, ովքեր մարդ ոլորտում են աշխատում, կարող են ցուցաբերել այդ աջակցությունը։ Նշեցիք վերապատրաստման մասին։ Բավականին երկար ժամանակ ինքներս շատ անում էինք տարբեր մասնագետների համար, ուսուցիչներ, բժիշկներ, հոգեբաններ, բայց դասընթացի առկայությունը ենթադրում է նաև հստակ որևէ կառուցվածքի առկայություն։ Ինչով է բնորոշվում առաջին հոգեբանական օգնության կառուցվածքը։ Տաթև ջան, էլի կարևոր հարց է, որովհետև մենք դաշտում շատ ենք ոնց որ ռոպագանդում մասնագիտական ճիշտ մոտեցումը ամեն մեր միջամտության եւ այո առաջին հոգեբանական օգնությունը բացառություն չի եւ եթե մենք որոշել ենք որ մենք այն մարդն ենք որ կարող ենք ու պետք է ցուցաբերենք այդ օգնությունը մենք պետք է ունենանք համապատասխան հմտություններ եւ գիտելիքների բազա եւ բնականաբար առաջին հոգեբանական օգնությունը ունի որոշակի կառուցվածք, որը ենթադրում է որոշակի քայլեր եւ այդ քայլերը շատ հստակ են եւ մենք պիտի իմանանք այդ քայլերը, որպեսզի կարողանանք ճիշտ ու արդյունավետ դա ցուցաբերել։ Ու առաջին պրիմիտիվ բառը ասեմ, բայց ամենակարևոր քայլը դա կոնտակտի հաստատումն է։ Հաճախ մարդիկ հայտնվում են մի իրավիճակում, որտեղ արագ պետք է կողմնորոշվել եւ ցուցաբերել օգնություն, եւ բնականաբար առաջին միտումն է վազել, փրկել, օգնել, մոտենալ, բայց մոռանում են, որ մարդը տեղյակ չի, ինքը որտեղ է, ինչ է, երբեմն չգիտի իր այդ ինչա պատահել, երբեմն ապակողմնորոշված է եւ այստեղ շատ կարեւոր է մեր ներկայանալը։ Ով ենք մենք, ինչու ենք մենք այստեղ, ինչ ենք հայտնվել այս դաշտում, ինչ ենք ուզում անել, ինչ միտումներ ունենք, որովհետև լինում են իրավիճակներ, օրինակ բռնությունների դեպքում, մարդը հազիվ դուրս է եկել ինչ-որ իրավիճակից եւ հանկարծ մոտենում է մեկը ու սկսում է ինչ-որ բան առաջարկել, դա իրան կարա շատ վախացնի։ Ես կացանում հիշում եմ ունեցել եմ դեպք, երբ ապակողմնորոշված էր մարդը եւ ինձ նույնիսկ հարցրեցին դուք կարող եք թուրքեք։ Ես այդ դեպքն եմ ունեցել ու իհարկե մարդը ապակողմնորոշված վիճակում կարա շատ ֆանտազիաներ ունենա եւ ինչ որ նույնիսկ եթե հոգեկան խնդիրներ կան, ցնորք, տեսիլք եւ այլ, եւ կարող է շատ տարբեր բաներ պատկերացնել, այս դեպքում մենք հստակ պիտի ներկանանք մենք ով ենք եւ ինչի ենք մենք այստեղ, ինչ նպատակով։ Ընդ որում մենք էլ հասկանանք մենք ինչ նպատակով ենք այդտեղ, դա շատ կարեւոր։ Մյուս կարեւոր քայլերից մեկն է անվտանգության ապահովումը։ Սա եւս շատ կարեւոր է, այսինքն ֆիզիկական ապահովությունը ամենակարևորն է։ Մենք պիտի իմանանք, որ այնտեղ, որտեղ մենք ցուցաբերում ենք առաջին հոգեբանական օգնություն, ոչ
մի վտանգ այդ տեղին չի սպառնում։ Սա շատ էլի կարևոր է, որովհետև եթե մենք գտնվում ենք ռմբակոծության տակ, այդտեղ առաջի հոգեբանական օգնություն կարող է մեզ էլա պետք ցույց տալ, մենք չենք կարող այդ մարդը լինել։ Հետևաբար մենք ստեղծում ենք այն դաշտը, որ մարդը իրան զգա ապահով, անվտանգ, նույնիսկ կարող է հիշեք այն ամերիկյան ֆիլմերում, որ պատահար է լինում, առաջի բանը սենց մի հատ աջալեն չէ գցում մարդու վրա։ Մենք սենց մի քիչ զարմանքով ենք նայում, սա շատ կարևոր էլեմենտներից է ֆիզիկական անվտանգությունն ու ապահովությունը, ֆիզիկական կարիքների ոնց որ ապահովումը, որից հետո կգնա աջակցություն։ Հաջորդ կարևոր քայլը կայունացումն է։ Մարդիկ, ովքեր գտնվում են արտակարգ իրավիճակից հետո իրանք կարող է շատ բարդ հոգեվիճակում լինեն եւ մեզանից հմտություններ են պահանջվում կայունացման, դա հողակցման տեխնիկաներ են, շնչառական տեխնիկաներ են, տարբեր այն բոլոր տեխնիկաները, որոնք թույլ կտան այս պահին հոգեկանին մի փոքր, ես միշտ ասում եմ, դադարվեցնել, շունչ քաշել, որ հետագա ինչ որ մի բան հնարավոր լինի անել։ Սա հմտություն է, որը պահանջվում է մասնագետից եւ պետք է մասնագետը դրա մասին անպայման իմանալ։ Կարիքների գնահատումը։ Մենք անպայման պիտի հասկանանք տվյալ մարդը մեր առջև նստած ինչ կարիք ունի, ինչ օրինակ հիվանդության կրող է եւ կարող է դեղորայքի կարիք ունի, կամ չգիտեմ նորածնի մամայա, որը երեխային կեր պիտի տա, կամ պամպերս պիտի գտնենք եւ այլ, հա, ինչի կարիք ունեն հենց այս պահին, սա էլի կարիքների գնահատումն է եւ կարող է մարդիկ նաեւ ունեն ինչ որ հաշմանդամություն եւ այլ եւ մենք պիտի այդ կարիքները անպայման գնահատենք։ Սոցիալական կապերի հաստատումն է։ Մենք պիտի տեսնենք մարդիկ կարող է կորցրել են իրանց ինչ որ շփոթված վիճակ ա եղել եւ չեն գտնում իրենց բարեկամին, ծնողին եւ այլ, մենք պիտի այդ աջակցող օղակը լինենք, որ այդ սոցիալական կապերը վերականգնվեն եւ մենք նաեւ այն տեղեկատվության օղակն ենք, որը մարդկանց տրամադրում է որոշակի տեղեկատվություն տարբեր օժանդակող հաստատությունների մասին։ Ես հիշում եմ, որ գնում էինք կացաններ միշտ այնց մի հատ լիստ ունեի, որտեղ գրած էր սոցաշխատողի համար, չգիտեմ, հիվանդանոց, գնում էինք դպրոցներ, տնօրենների համար էինք վերցնում, որ այդ կոնտակտները հաստատեինք, որտեղ մենք չգիտենք ինչի կարիք կարող են ունենալ մարդիկ եւ մենք պիտի պատրաստ լինենք եւ այդ ամբողջ ցանկը ունենանք եւ բնականաբար տեղեկատվացնել մարդուն իր հետ ինչա տեղի ունենում։ Սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ մարդը շատ բարդ իրավիճակում է, իրան թվում է, որ ինչ որ սարսափելի բան է իր հետ տեղի ունենում ֆիզիկական առումով, մենք պիտի տեղեկացնենք, նորմալիզացնենք երբեմն եւ հիշեցի մի դեպք, երբ ծնողները շատ վատ վիճակում էին ակացարաններում, որտեվ երեխաները օրինակ գիշերը թքուն չէին կարողանում, քնի խանգարումներ կային եւ ծնողները շատ անհանգիստ էին կամ շատ ագրեսիվ էին դարձել երեխաները, հա, մենք տեղեկատվական թերթիկներ էինք բաժանում, որպեսզի իրանք տեղեկանային ինչա տեղ ունենում եւ ապակինման հետ կապված որոշակի ինչ որ նյութեր էինք տալիս։ Ինչպես տեսնում եք, պատրաստվածությունը եւ ընթացքը իրականում շատ կարեւոր են, դա այնպես չի, որ ուղղակի զուտ այնտեղ լինելով որպես մարդ մասնակից մենք կարող ենք որևէ աջակցություն ցույց տալ, եթե տեղեկացված չենք այն մասին, թե ինչ է պետք անել։ Առաջին փուլի մասին, երբ որ խոսում էիք, նկարագրեցիք ամենատարբեր դրսևորումները՝ հուզականություն, հարվածություն, սառած վիճակ եւ այլն։ Երբ որ մենք մտնում ենք տվյալ իրավիճակ որպես մասնակից, մենք առաջվում ենք միանգամից երբեմն բոլորի հետ։ Հատկապես եթե խոսքը գնում է մասշտաբային աղետների մասին, ջրհեղեղ, երկրաշարժ, պատերազմ, երբ որ հայտնվում ենք կացարաններում, կարող ենք տեսնել բոլոր դրսևորումները, բայց երևի պիտի ընտրենք ումից սկսել, ինչ անել այս իրավիճակներում, չենք կարող բոլորից սկսել ու այնպես էլ չի, որ մենք այնքան շատ ենք, որ ամեն կացարան գնանք 10-15 մասնագետով, հաճախ լինում ենք մենակ կամ 2 հոգով, ինչպես կողմնորոշվել այս պարագայում ու ումից սկսել։ Սա շատ կարևոր հարց է, Տաթև ջան, բայց կախված է ինչ իրավիճակ է։ Եթե մենք պատրաստված ենք գնում որևէ տեղ, հա, մենք նախապես պիտի տեղեկություն ունենանք ու մենք արդեն մեզ համար գիտենք թիրախային խմբեր։ Թիրախային խմբերն են երեխաները, միանշանակ ու առաջնային մեր ոնց որ հիմնական ուշադրության կենտրոնում, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հղի կանայք են թիրախային խմբերը, հոգեկան ինչ որ դժվարություններ ունեցող մարդիկ են մեր թիրախային խմբերը, հա, այսինքն մենք նախապես կարող ենք ունենալ որոշակի տեղեկատվություն, թե մենք ուր ենք գնում ու ինչ տիպի մենք խմբերի հետ են գործ ունենալու։ Այս մարդիկ, ովքեր առաջին օգնության կարիքն ունեն, բայց լինում են դեպքեր, երբ մենք շատ անսպասելի ինչ որ տեղ ենք հայտնվում, կամ նույնիսկ եթե մենք տեղեկացված ենք, կարող է լինեն այնպիսի դրսևորումներ, որ էլի հրատապ միջամտության կարիք ունեն, ու մենք շատ պիտի ուշադիր լինենք տարբեր նախուզական դրսևորումներին, օրինակ ծայրահեղ հուզական դրսևորում
բարձր ագրեսիվության աստիճանին, հաստատ կհիշես, հանդիպած կլինես, ես հիշում եմ մտանք մի կացարան ու տեսանք մի կին ոնց էր գոռում ու բղավում ու թափ էր տալիս, ու սկսել էր բղավոց նրանից, որ ես ամեն ինչ կորցրել եմ, իսկ այնտեղ ինչ որ երաժշտություն էին միացրել ու սարսափելի վիճակում էր, բնականաբար առաջինը պիտի մոտենայինք իրան կանոնացնելու առումով։ Կարող է լինի մարդը ապակողմնորոշված, մենք ուշադրություն ենք դարձնում այդ նշաններին, հա, հիշեցի էլի մի կին, որը հետո պարզվեց, որ հղի էր ու մենակ էր լիովին, այնտեղ ամուսնուն էր թողել, հայրիկը, մայրիկին էր կորցրել եւ հիշում եմ, ես ինչի ուշադրություն իրան դարձրեցի, կարծես սուս էր, լուռ էր, հանգիստ էր, բայց մոլորված, սենց շրջում էր տարբեր հարկերով, ուր գնում էի, դες մոլորված իրան էի տեսնում, ու ես հասկացա, որ ապակողմնորոշված վիճակում է մարդը ու բնականաբար առաջնային էլի հոգեբանական օգնության կարիք ունի։ Շատ հուզական, նեղված վիճակում կարող է մարդը լինի, շատ լացող վիճակում, որ մենք էլի մոտենում ենք, հա, եւ շատ հաճախ լինում են մարդիկ, ովքեր սառած են, փակված են, մեզ թվում է կայուն են, բայց էլի հանդիպած կլինես, այն որ հայացք անշարժ ինքը մի տեղում նստած էր, ես այդպես նաև տղամարդկանց հիշում եմ, ասենց Արցախից տեղահանվածների մեջ տղամարդիկ հաճախ այդ ռեակցիան տալիս են, ուղղակի ասենց սառած, քարացած նստած է, թվում է ոչ մի բան տեղի չի ունենում, բայց էլի մեր թիրախի ներսում պիտի լինեն, որտեղ սա ռեակցիա է, որ մենք չգիտենք ինչա տեղ ունենում ու գոնե պետքա առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերենք։ Որոնները կարծես թե բավականին շատ են ու տարբեր ձևով է արտահայտվում իհարկե բարդ իրավիճակի ապրումը ու նաև մի բան, որի հետ էլի առնչվել ենք շատ, երբ որ մոտենում ենք մարդուն, պահում ենք ըստ էության ինչ-որ հստակ պայմաններ, բայց կա հստակ դիմադրություն եւ հրաժարում աշխատանքից, դու ով ես, ինչ ես եկել, ես քեզ հետ խոսելու ընդհանրապես ոչ մի բան էլ չունեմ, բայց մենք տեսնում ենք այս վերը նշված բոլոր դրսևորումները իր մոտ ու հասկանում ենք, որ հենց ինքն է այն առաջնային շահառունը, որ աջակցության կարիք ունի, ինչ անի մասնագետը այս դեպքում։ Շատ կարևոր հարց է, որովհետև հենց շատ հաճախ առաջնային մենք այդ ռեակցիան էլ ստանում ենք։ Եթե մենք բժիշկ չենք, որը միանգամից պիտի մոտենա ու ինչ որ բուժօգնություն ցույց տա, հա, մենք ով ենք, մանավանդ եթե ինչ որ կատաստրոֆա է տեղ ունեցել, օրինակ շատ կորուստա ծանր եւ այլ, մարդուն թվում է դու ինչ ես այստեղ անում, ինչ ես ինձանից ուզում։ Այստեղ շատ կարևոր է էլի պրոֆեսիոնալ մոտեցումը։ Երբեմն նկատել եմ, որ մասնագետները նեղանում են։ Դա շատ ինձ համար ժպիտ առաջացնող իրավիճակ է, որովհետև անձնավորված են վերցնում, հա, այսօր շատ պիտի մենք հասկանանք, որ ճգնաժամային վիճակում գտնվող մարդը կարող է շատ տարաբնույթ ռեակցիաներ տա եւ դա մեր անձին չի վերաբերում, նույնիսկ եթե ինքը մեզ վիրավորում է։ Մենք տարբեր բաներ լսել ենք, վստահ եմ դու էլ կհիշես դեպքեր, երբ մեզ նույնիսկ մեղադրում էին տեղի ունեցածում եւ այլ, բայց մենք պիտի հասկանանք, որ դա մեր մեղավորությունը չի ու մարդը մեզ չի մեղադրում։ Ու այստեղ մասնագիտական մոտեցումը առաջինը պիտի լինի եւ եթե ես տեսնում եմ մարդը այդպիսի մերժողական դիրքում, այսինքն մերժումը առաջնային ռեակցիաներից արտակարգ իրավիճակի, հա, ես ուղղակի կթողեմ կոնտակտ։ Ես ցույց կտամ, որ ես մեկա այստեղ եմ։ Ես ցույց կտամ, որ եթե կարիք ունես, եղել է դեպքեր, տպել ենք հեռախոսահամար, թողել ենք փոքր, կամ ասել ենք ուղակի գրանցի հեռախոսիդ մեջ ու կարողա պետք լինի։ Եղել է, որ 2 օրից զանգահարել են նման մերժումներից հետո, հա, կամ կացարանում հիշում եմ դրան վրա կպցրել էինք հոգեբանական աջակցություն այս օրերը ժամերին հստակ ֆիքսված այստեղ ենք լինելու եւ սկզբից մերժում էր, իսկ հետո կամած մարդիկ սկսեցին գալ, այսինքն մենք ուղղակի ցույց ենք տալիս, որ մենք ներկա ենք ու մենք կանք։ Սա այն մասն է, թե ինչն է լավ ու ճիշտ, որ մասնագետները անում են, նեղանալու մասին ասեցիք, կան ուրիշ կարմիր գծեր, որ չպիտի մասնագետները հատեն առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու ժամանակ։ Բավական շատ են, որովհետև մեզ թվում է մենք շատ մարդկային պիտի գնանք փրկենք, օգնենք, բայց կան գծեր, որոնք չի կարելի ընդհանրապես անել, օրինակ կպնել մարդուն։ Սա շատ կարծես կարիք կա, հա, մարդը վատ վիճակում է, ուզում են գնանք, գրկենք, մի հատ դիպչենք, բայց չի կարելի, որտեղ մենք չգիտենք ինչ վիճակում է մարդը, մենք չգիտենք ինչի միջով է ինքը անցել եւ սա շատ կարևոր գիծ է, որ ֆիզիկապես այդ առնչությունը միանգամից չպիտի լինի, որտեղ մենք տեղյակ չենք ինչ ա եղել։ Մյուս կարմիր գիծը, որ հաճախ զգացել եմ մասնագետները գայթակղվում են, ուզում են անել, բայց չի կարելի ստիպել մարդուն պատմել ինչ ա եղել։ Ընդ որում միանգամից, հա, մանրամասներով, ինչը ուղղակի անթույլատրելի է, որտեղ մենք չգիտենք ինչ ռեակցիայում է մարդը գտնվում ու եթե ինքը մերժում
Պատշաճման փուլում է, որը հոգեկանի շատ կարևոր փուլ է, որ պիտի պաշտպանի իրան, հա, այդ մանրամասները պատմելը ուղղակի կարա դաժան լինի։ Ես հիշեցի այդ արցախյան դեպքերի այդ պայթյունը, սարսափելի բաներ էին տեղի ունեցել, եւ երբ մասնագետը միանգամից փորձում էր, որ օրինակ երեխան պատմի ինչ ա եղել, դա շատ ուժեղ ռեակցիա էր առաջացնում եւ ուղղակիորեն անթույլատրելի էր, հա, այդ պահին ստիպել հույզեր արտահայտել եւ պատմել։ Ինչ էլ չի կարելի անել, անհիմն ուսին խոստումներ տալ։ Երբեմն մասնագետները էլի դրդված իրենց լավ մղումներից ասում են՝ միշտ կարաս ինձ զանգես, երբ քեզ պետք լինի։ Հետո զգում են, որ իրանք ի վիճակի չեն միշտ պատասխանելու, որովհետև մարդը կարող է գիշերվա 3-ին զանգի։ Կարող է այդ պահին է իր մոտ ինչ-որ վիճակ ու դու ի վիճակի չես դա վերցնել հեռախոսը պատասխանել եւ այլ։ Այսինքն անհիմն խոստում տալ քո օգնության մասին, նաև գիշես մեզ օրինակ հարցնում էին, պատերազմը ոնց է ավարտվելու, կասեք դուք ստեղից հաստատ տեղեկություն։ Ու գիտեմ մասնագետներ, որոնք ինչ-որ բաներ էին ասում, որոնք հաստատ մենք չգիտենք, որ լինելու է։ Եվ երբեմն շատ կարևոր ասել ես էլ չգիտեմ։ Հատկապես 20 թվականին մենք դրա հետ առնչվեցինք, մենք է շատ բան չգիտեինք։ Մենք գրեթե նույն վիճակում չէինք, բայց նույն վիճակում էինք, որտեղ մենք էլ ապա տեղեկացված էինք։ Մենք չգիտեինք ինչ է լինելու ու երբեմն ու հաճախ պետք է ասել ես էլ չգիտեմ։ Ու դա խնդիր չի։ Ես չգիտեմ, բայց ես կփորձեմ ինչ որ տեղեկատվություն ունենալ եւ եթե կարող եմ անել, հա, այսինքն անհիմն խոստումներ չտալ, որովհետեւ դա ուղղակի էլի ապակողմնորոշման է բերելու մարդուն ու հիասթափության, իսկ ինքը կայունության կարևոր կետերի կարիք ունի այս պահին։ Դեռ եւս մեկ անգամ շատ կարևորեր են փաստը, որ մենք երբ որ մասնագետ իբրև հայտնվում ենք այդ տեղում, իսկապես պետք է լինենք մարդուն լսողի, աջակցողի եւ ուղղորդողի դերում եւ ոչ թե լինենք մարդ, ով որ հայտնվել է այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տալու, ամեն ինչ բավարարելու համար, որտեղ հատկապես այդ տեսակ իրադարձությունների ժամանակ, ինչպես նշեցիք, մենք էլ շատ հստակ տեղյակ չենք լինում, ինչ է տեղի ունենում։ Եվ երևի վերջին հարցը կուզեմ տամ իմանալով են, թե ինչքան է ձեզ համար կարևորվում օրինակ նույն սուպերվիզիոն հանդիպումները, ինքնախնամքը մասնագետների, երբ աղետները տեղի ունենում, մասնագետները ամբողջ ներուժով մտնում են այդ իրադարձության մեջ, հաճախ չգնահատելով սեփական ռեսուրսներ, ինչքանով իրենք այդտեղ կարող են լինել եւ ինչքանով իրենք տեղեկացված են ու պատրաստ են լսել այն, ինչ լսելու են։ Իսկ դա երբեմն բավականին դաժան ու ծանր էր։ Ինչպես պետք է մասնագետները փորձեն կարգավորել, ինչ չափաբաժիններով իրանք պիտի ստանան այդ տեղեկությունները, որտեղ ասել չներգրավել չենք կարող, հատկապես նաև մասնագետների քանակը դա թույլ չի տալիս, բայց լինել ինչ չափաբաժնով, ինչպես ինքներս մեզ օգնել այս դեպքում։ Շատ կարևոր հարց է, Տաթև ջան, որտեղ մենք նաև բոլորս անցանք դրանով, հա, մենք 20 թվականին մեր ռեսուրսները բոլորս ուղեցինք ու անձնական իմ օրինակով ասեմ, ես շատ մոխրացած վիճակում էի, շատ ու կհիշես 23 թվականի մեր ռեակցիան, որ մենք ուղղակի մտածեցինք նույն էտապով մենք պիտի սկսենք նույն, հա, այդ նույն ռեսուրսները ներդրենք ու պահի տակ հասկանում ես, որ այլևս ուժ չունես, որովհետև իսկապես բոլոր սահմանները, լիմիտները անցել էինք։ Եվ այո, ցավոք փորձի վրա ենք սովորում, ցավոք մեզ ոչ մեկ չէր սովորացրել, ինչ պետք է անել, ու ես շատ գնահատում եմ այս մեր աշխատանքը, որ մենք հիմա գոնե տեղեկացնենք ու մասնագետները պատրաստ լինեն, երևի չափը որոշում ամեն մեկը իր համար։ Սա շատ անձնական է, շատ, որովհետև մեկը կարող է աշխատել անընդմեջ 5 օր, մյուսի համար 2 օրը կարող է արդեն շատ լինել։ Եվ ամենակարևոր, ինչ որ ուզում եմ շեշտադրեմ, որ չլինի մեղավորության զգացում։ Սա շատ կարևոր կետ է, որովհետև կարծես սոցիալական պահանջ կա, որ մենք պիտի հասնենք, պիտի օգնենք, պիտի փրկենք, բայց ռեսուրս չունես։ Ու շատ կարևոր է գիտակցել ես ինչով կարող եմ օգնել։ Ես հիշում եմ մեր գոլեգաներից մեկը այդ փուլում ասեց 20 թվականին ես չեմ կարող լինել ձեզ հետ։ Ես ուղղակի հիմա ի վիճակի չեմ ձեր նման գնալ այդ տեղերը, բայց ինքը անգնահատելի օգնություն մեզ ցուցաբերեց, որովհետև քանի որ ինքը նման տեղում չէր, ինքը վարում էր մեր ինքնաջակցման խմբերը։
Երբ այն մասնագետները, որոնք տեղում էին գալիս էին, ինքը այդ օգնությունը կարողացավ մեզ ցուցաբերել։ Այսինքն մասնագիտական տեսակետից մենք չպիտի գայթակղվենք ճակերտավոր, որ մենք ամեն ինչ պիտի անենք։ Ոչ, մենք պիտի ունենանք մեր սահմանները։ Մենք պիտի հասկանանք ով որտեղ կարող է օգտակար լինել։ Ես ինքս չէի աշխատում մարտից վերադարձած երիտասարդ տղաների հետ, այդ օրինակը միշտ բերում եմ, որովհետև ես կարող եի ունենալ փոխանցման տրանսֆերային զգացողություններ, բայց ես կարող եի ուրիշ տեղ լինել, հա, եւ այլ ձևով օգնել։ Սա ինքնախնամքի կարևոր կետն է, որ պիտի մեր սահմանները ճանաչենք ամենաառաջինը։ Եվ մեր այդ խոստումները, որ տալիս ենք, որ հեսա կգան, կփրկենք, կօգնենք, այդտեղ էլ է սահմանների մասին, հա, որ մենք պիտի հասկանանք, որ չէ, մենք դա չենք կարող անել ու պիտի տանք այնքան, ինչքան մենք կարող ենք անել։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ մասնագետն է մոխրանում, երբ աջակցողն է մոխրանում, էլ չգիտենք ով կարող է օգնել։ Շատ կարևոր շեշտադրում կար ձեր ասածի մեջ, որ յուրաքանչյուր աշխատանք է իրականում կարևոր ու պարտադիր չի բոլորը նույն բանը անեն եւ նույն ձևով աջակցությունը տրամադրեն։ Իրինա, շատ շնորհակալություն, կարծում սա այն թեմաներից է, որ որքան խոսենք անընդհատ նոր բաներ է լինելու, ասելու, հուսով եմ, որ մեր մասնագետներին, ովքեր կհետևեն ու կդիտեն աջակցող եւ ուղղորդողեր այնքան նոր, որ իրենք հստակ կպատկերացնեն առաջին հոգեբանական օգնության կառուցվածքը եւ ընթացակարգը իրենց համար կլինի նշաձողային։ Սա շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։